Վիդեոյում մանկապիղծների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության սահմռկեցուցիչ դեպքը օրեր շարունակ լարված պահեց հայ հանրությանը։ Դեպքին տեղյակ մարդիկ շունչները պահած հետևում էին իրադարձությունների զարգացումներին, սպասում թե ի վերջո ինչ հանգուցալուծում կստանան։ Արդյունքում եղան պաշտոնանկություններ, հրաժարական տվեցին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ամսի 3-ին ենք մենք այս դեպքի մասին իմացել։ Մայիսի 3-ին մենք էինք Սյուզի Ներբադոյան, չէր բացահայտում, չէր հանրայնացնում։ Ինչ էին անելու։ Իրանք սենց իրանց մարզում կոծկելու, փակելու անցնելու էին առաջ։ Առիթից օգտվելով, որ խոցելի ընտանիք է։ Առանց ամաչելը դա հրապարակում են, չհասկանալով, որ եթե խոցելի ընտանիք է, բաստը խնդիր ունեք, ինչով էր զբաղված ձեր համայնքը, քաղաքապետարանը ինչով էր զբաղված, մարզպետարանը ինչով էր զբաղված, այդ սոցաշխատողները ինչի համար են։ Տեսեք, ինչքան մենք ունեինք հասարակական կազմակերպություններ, որոնց համար մեկ խնդիրը երեխաների իրավունքների պաշտպանությունն է։ Ներողություն, որտեղ եք։ Որտեղ են այդ իրենք պիտի առաջին ահազանգեին։ Եվ ես նաև հիմա դիմում եմ իրենց, եթե դուք անկեղծ եք ձեր նպատակների մեջ, եթե ձեզ միայն չեն հետաքրքրում գրանտային միջոցներ ունենալը, ուրեմն դուք պիտի անընդհատ զգոն վիճակում լինեք, հասարակության զգայունակությունը պետք է ուրեմն անընդհատ այնպես անեք, որ պահպանվի եւ նաև իրավապահ մարմինները պիտի անընդհատ հասկանան, որ հայացքի տակ են։ Մանկապիղծներն այս պահին կալանավորված են, իսկ դատախազությունը պահանջել է նրանց դատապարտել 5-ից 10 տարվա ազատազրկման։ Գաղտնիք չէ, որ եթե չլինեին հանրային պարսավանքը եւ ճնշումը, լրագրող Սյուզի Բադոյանի անհատական հետաքննությունը, ինչպես նաև փաստաբանների պատշաճ աշխատանքը նման արդյունք չէր լինի։ Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, չի աշխատել օպերատիվ բլոկը։ Դրան հանգեցնում է դա ինչի, որ ապրիլ ամսին հաջորդ հաղորդումն է գնում։ Ճիշտ է, հաջորդ հաղորդումը վերաբերվում է մյուս քրոջը, երեխայի քրոջը 17-ամյա աղջկան արդեն, եւ հաղորդման համար պատճառ է դառնում դպրոցի հավաքարի ահազանգ աղմուկը։ Այսպիսով ունենք մի իրականություն, երբ իրավապահ համակարգը օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկում փողոցային վիճաբանությունների մասնակիցների, միմյանց հարվածող ու հայհոյող անձանց, ինչպես նաև մանր եւ միջին խուլիգանության դեպքերի հեղինակների նկատմամբ, շտապելով նրանց ձեռնաշղթաներ հագցնել։ Սակայն երբ խոսքը վերաբերում է ավելի լուրջ հանցագործություններին, ամիսներ շարունակ անգործություն են դրսևորում, փորձելով գործը քնեցնել։ Փետրվար ամսվա իրանց անգործությունը հանգեցնում է այս երեխաների նկատմամբ կրկին սեռական բնույթի բռնի գործողության կատարման։ Պատկերացնեք, այսինքն իրանք այն կարգի չեն աշխատել, որ մարդիկ ուղղակի անպատիժ ֆրֆրացել են։ Պարզվում է, Վեդիի դեպքը եսակի չէ։ Համանման դեպքեր արձանագրվել են Հայաստանի տարբեր մարզերում ևս։ Այդ մասին Աժամբիոնից հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Ոչ միայն այս դեպքը, այլև եթե կհիշեք, որոշ ժամանակ առաջ համանման իրավիճակ Գեղարքունիքի մարզում էլ ունենք եւ բազմաթիվ իրավիճակներ են ունեցել ոչ միայն Գեղարքունիքի մարզում, այլև Արարատի մարզում։ Ունենք իրավիճակներ, երբ երեխաները ներգրավված են եղել ռոռնկագրական բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ Երևան քաղաքում եւ Շիրակի մարզում եւ այս ամբողջ ցավալի քարտեզագրությունը միայն այս դեպքով չի, որ ինձ հայտնի է։ Վեդու դեպքը սարսափելի է ու չպետք է խնդիրը տեղից շարժվեր միայն աղմուկ բարձրացնելուց հետո, որն էլ անխուսափելիորեն հանգեցրեց երեխաների իրավունքների խախտման ու հետագա կրկնազոհացման խնդիրների։ Եթե չլիներ լրագրողների աղմուկը, գուցե այս այլանդակ հանցանքում ներգրավված կասկածյալները ոչ միայն շարունակեին երկու քույրերի նկատմամբ ոտնձգությունները, այլև շատ այլ երեխաների թիրախավորեին։ Facebook-յան իր էջում գրել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։ Բոլորս գիտենք, որ այդ ընտանիքների երեխաներն են լինում խոցելի, ումբը հենց այդ ընտանիքներն են։ Հենց այդ ընտանիքներն են ընտրվում, այդ երեխաներն են ընտրվում, որովհետև ըստ այդ պոտենցիալ մանկապիղծների հանցագործների այս երեխեքը անտեր երեխեքն են, սրանց հետևից եկող չկա։ Փաստաբանը քննության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումների մասին է խոսում, ընդգծելով ոչ չի ապահովել հոգեբանի պատշաճ ներգրավումը, մինչդեռ նման դեպքերում անհրաժեշտ է նախնական աշխատանք վստահության ձևավորման համար։
Քննչական կոմիտեն առանց ամաչելու երեխայի լավագույն շահը ոտի տակ գցած միակ բանը որ կարող է հայտարարել, ասում է երեխան մտավոր հետա մնացա, բաղոր մտավոր հետա մնացա, բաց էր գործառույթը որն է, առավել եւս եթե խոցելի խումբ է, ինչով եք դուք զբաղված, այդ երեխեքի հետ հոգեբան չի աշխատել, տալեն այդ երեխեքին դատաբժշկի մոտ, աղջիկ երեխա, որ այդ ստրեսից հետո տղամարդկանց նկատմամբ հատուկ ընդգծված վախ ունի, տանում են տղամարդ դատաբժշկի մոտ ու կանգնում ասում են երեխան հրաժարվեց, այս երեխաների կյանքում հոգեբան տեսած չկան, հա, առաջին անգամ անծանոթ մարդ է իրենց համար, թեկուզ լավագույն հոգեբանը իրենց կողքին նստած լինի հարցաքննության ժամանակ այդ օրը, իրենց համար սա նույնպես հոգեկան ցնցում է, իրենք չգիտեն ով է երեխաները այդպես խորապես չեն կողմնորոշվում, եւ նույնիսկ ես նորից եմ կրկնում լավագույն հոգեբանը այդ պահին նոր հանդիպի երեխային, նա չի կարող իր գործը պրոֆեսիոնալ ձևով, արդյունավետ ձևով իրականացնի։ Հատկապես ցնցող էին քննչական կոմիտեի հրապարակած նախաքննական փուլում գտնվող երեխաների հանցագործություններին վերաբերող տեղեկությունները։ Քննչական կոմիտեն այնքան թույլ տվեք ասել լկտիաբար, ստանդարտակաբար, օրենքի խախտումով հրապարակեց երեխու նախաքննական ցուցմունքը։ Հոգեբան Կարինե Նալչաջյանը շոշափեց մի կարևոր խնդիր ևս՝ հասարակության պատասխանատվության եւ նման երևույթների նկատմամբ անտարբերության հարցը։ Մեր հասարակությունը ցավոք սրտի վերջին տարիներին այնքան հարվածներ է ստացել, հա, նվաստացնող, զոհերի տեսքով, հայրենիքի կորստի տեսքով, այսինքն մեր հասարակությունը մի տեսակ հոգեբանական տեսակետից քաոսային վիճակում է գտնվում եւ ինքն է գտնվում զոհի կարգավիճակում, իսկ զոհից սпасել, որ մեկ այլ զոհի կպաշտպանի, մի քիչ այդքան էլ ուրեմն սпасելի չէ, թեև ես չեմ արտարացնում, որովհետև կան բաներ, որոնք ուղղակի չի կարելի կուլ տալ։ 2021-ից 25 թվականների ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների 753 դեպք։ Սա միայն պաշտոնական վիճակագրությունն է։ Վերջին տարիներին հայկական մամուլում պարբերաբար հրապարակվել են նյութեր, որոնցում նշվում է, որ դպրոցներում կամ համայնքներում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են տեղի ունեցել։ Ընտանիքների ներսում հատկապես փակ միջավայրերում արձանագրված բռնության դեպքերը հաճախ հրապարակվում են ուժ կամ միայն մասնակի։ ՄԻՊ-ը շեշտում է, որ խնդիրը համակարգային բնույթ ունի։ Հայաստանում տուժած երեխաները հաճախ չեն բացահայտում իրենց հետ կատարվածի մասին, իսկ բազմաթիվ դեպքերում նման խնդիրները մնում են ընտանիքի ներսում, սոցիալական ճնշման պատճառով։ Հատկապես փոքր համայնքներում նման թեմաները հաճախ փակվում են ամոթի զգացումից կամ վախից ելնելով։